Ես ամենաթանկ մեդալն է, ես ինձ առաջան ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային կակերտավոր ասացի դիքային հարկատում իրան որ խելոք թեր պահել, ոչ ճանապարհեցինք իրանց տուն, Զորամասի հրամանատարը 1880 Զորամասը շարարապարակում հավաքելուց հետո հպարտության խոսքեր ասել, որոնք ես չեմ մոռանում ու Bravo them. Սա չի կարա արժեք ունենային պարագայում, երբ որ Արցախի հանձնման օրը սեպտեմբերի 19-ին ինչ էին դրան այդ լավ ուղում, այդ Վահան Կոստանյանը ստանում է հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աշկանի շնորհիվ։ Երբ որ բացենք մեդալները, արդեն արժեզրկումը որտեղից է գալիս։ Ամեն գերատեսչական մեդալի վրա գրած է 6322, սա նշանակում է, որ ինքը 6322-րդն է եղել ու նմանատիպ 30-ից ավել մեդալներ ու շքանշաններ կան, որոնք ընդհանուր գումարային թիվը հասնում է 100,000-ից ավել։ Իսկ եթե այդքան արժանի մարդիկ կային, ապա ինչու են դες իրավիճակի։ Հարգելիս տեղեկացրեք, հետևները ծանր չեն մոտենում։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է։ Ստացել էին իրենց խիզախության, իրենց արիության համար։ Նշեմ, որ նրանցից մի քանիսը նույնիսկ պատերազմի տարբեր պատերազմների մասնակիցներ են, ինչպես օրինակ Արման Մխիթարյանը, նա սակայն այստեղ բերել եւ հանձնել է 44 օրյա պատերազմում ստացած իր պարգևը։ Նշեմ, որ նրանք այս ծայրահեղ քայլը բնութագրում են երկրում տեղի ունեցող իրողությունների ուղիղ հետևանք եւ որը փաստացի իրենց անելանելի դրության մեջ է դրել, նրանք պայքարի, գալիք պայքարի համար են այս քայլը անում, ինչպես նշեցի,